Ըստ խնդրի, սկզբում մենք ունենք 260 ընկույզ, և այդ 260 ընկույզը բաժանել են երկու կույտի, փոքր և մեծ, և այն էլ այնպես են բաժանել, որ եթե փոքր կույտի քանակը ընկույզների մեծացնենք 4 անգամ, իսկ մեծ կույտի քանակը փոքրացնենք 3 անգամ, ապա իրար հավասար կույտեր կստացվեն։ Այսինքն սկզբնական մեր տեսքը այսպես է եղել։ Ենթադրենք կապույտով մեր փոքր կույտն է, իսկ կանաչով մեր մեծ կույտն է։ Կատարել են այս գործողությունը, փոքրը մեծացրել են 4 անգամ, այսինքն եթե ունեցել ենք մի կույտ, սրանից 4 հատ է ստացվել, իսկ մեծը փոքրացրել են 3 անգամ, այսինքն այս մի կույտը բաժանել են 3 կտորի և վերցրել դրանցից մեկը։ Եթե պատկերենք պիտամենը, մեզ մոտ կստացվի այսպիսի մի պատկեր, 4 հատ փոքր կույտ, իսկ մեծ կույտը վերցրել և բաժանել են 3 հավասար կտորի, սրանք իր 1/3 մասերն են, և վերցրել են դրանցից ընդամենը մի մասը։ Եկեք այսպես պատկերենք։ Եվ այս ամենը իրար հավասար է ստացվել։ Արդյունքում ինչ է ստացվում, որ մեծ կույտի 1/3 մասը, ահա այսքանը, 4 հատ փոքր կույտ է, հետևաբար ակնհայտ է, որ ամբողջ մեծ կույտը մեզ մոտ կլինի 12 հատ փոքր կույտ, որովհետև սա էլ կլինի 4 հատ փոքր կույտ, սա էլ կլինի 4 հատ փոքր կույտ և սա էլ կլինի 4 հատ փոքր կույտ։ Դե եկեք հենց դա պատկերենք։ Այսինքն մեզ մոտ կստացվի, որ մեծ կույտը ընկույզների իրենից ներկայացնում է 12 փոքր ընկույզների կույտ։ 12։ Դե այստեղից մնում է կատարել ընդամենը մի քանի փոքր քայլ։ Ուրեմն ամբողջ ընկույզները մեզ մոտ 13 փոքր կույտ են, որովհետև մեծ ընկույզների կույտը 12 էր, իսկ փոքրը դե մի հատ հենց փոքր էր։ 13 փոքր կույտ, այսինքն եթե մենք 260-ը ամբողջ ընկույզների քանակը բաժանենք 13-ի, կստանանք, թե քանի ընկույզ է պարունակում մի փոքր կույտը, այսինքն 20 ընկույզ։ Սա մեր առաջին հարցն է, և մեզ ինչ էր հարցնում խնդիրը, կարևոր է կրկին կարդալ։ Մենք պետք է բաժանենք այդ կույտերը, այսինքն պետք է գտնենք, թե յուրաքանչյուր կույտ քանի ընկույզ է պարունակում։ Դե փոքր կույտը ստացվեց մեզ մոտ 20 ընկույզ, իսկ մեծ կույտը երկու ձևով կարող ենք հաշվել։ Կամ 12-ը բազմապատկենք 20-ով, որովհետև 12 հատ փոքր կույտ էր, և կամ էլ ամբողջ ընկույզների քանակից հանենք այդ փոքր կույտի ընկույզների քանակը, այսինքն 260-ից հանենք 20։ Եվ նկատենք, որ սա էլ է 240, սա էլ է 240։ Կստացվի, որ մեզ մոտ մեծ կույտում կա 240 ընկույզ։ Ուրեմն սա մեզ մոտ հավասար է 20 ընկույզ, իսկ սա մեզ մոտ հավասար է 240 ընկույզ։ Եվ իհարկե այս ամենը կարելի էր անել նաև հատվածների օգնությամբ։ Այսինքն, սկզբում դուք կարող էիք փոքր կույտը նշանակել մի փոքր կապույտ հատվածով, իսկ մեծ կույտը մի մեծ կանաչ հատվածով, հետո սա բաժանեիք 3 մասի, սա կբազմապատկվեր 4-ով և կասեիք, որ ահա այսպես 4 հատվածը հավասար է մի հատ կանաչ հատվածի, ու կստացվեր, որ ամբողջ այս 3 հատ կանաչ հատվածը 12 հատ փոքր կապույտ հատված է։ Դե արդեն դա ըստ ցանկության, այսպես կույտերով նկարել, թե հատվածներով գծել, երկու դեպքն էլ ճիշտ է։